Շնորհակալություն քննարկման կազմակերպման համար եւ հրավերի։ Այո, ինչպես նշեցիք, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ուսումնասիրում է զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության վիճակը եւ պետք է նշեմ, որ ցավոք սրտի մեծ մասը դիմող անձանց առողջական խնդիրներով պայմանավորված թերի հետազոտություններով պայմանավորված, ոչ համարիր ամբողջական հետազոտություններով պայմանավորված անհամաձայնության խնդիրներն են զորակոչիկների կողմից եւ ունենք բազմաթիվ դեպքեր, երբ զորակոչիկները մի քանի անգամ տարկետում ստանալուց հետո առողջական վիճակի մեջ որևէ փոփոխություն չգրանցվելուց հետո հաջորդ հերթական զորակոչին ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար եւ դրան նախորդում են բնականաբար թերի առողջական վիճակի հետազոտությունները, գանգատների չարձանագրումը բժշկական հանձնաժողովների կողմից, որի արդյունքում ունենում ենք մի պատկեր, որ անձը ունենալով նույն առողջական խնդիրները, ինչ նախկինում, ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար։ Եթե այդ կոնկրետ դեպքի մասին նշեմ, այո, զորակոչիկը 3 անգամ տարկետում էր ստացել եւ հաջորդ հերթական զորակոչին նրան հետազոտությունները չէին իրականացրել, ավելին հորդորել էին, որ ներկայացնի սեփական միջոցներով իրականացված առողջական վիճակի հետազոտության արդյունքները, որի հիման վրա արդեն կքննարկվի, թե արդյոք ենթակա է զորակոչիկը զինվորական ծառայության, թե ոչ, իսկ զորակոչը արդեն ավարտի փուլում էր։ Այսինքն այստեղ եւս ունենք թե ժամանակի խնդիր, թե զորակոչի կազմակերպման, պատշաճ կազմակերպման խնդիր եւ արդյունքում բողոքարկման արդյունքում հնարավոր եղավ հասնել լրացուցիչ հետազոտությունների իրականացման եւ արդեն տարկետման տրամադրման որպես արդյունք։ Ամառային եւ ձմեռային զորակոչի շրջանակներում կազմակերպությանը դիմել է 75 զորակոչիկ, որոնց մեծամասնությունը 80%-ից ավելին առողջական խնդիրների հետ կապված հարցերով են դիմել։ Պետք է այստեղ արձանագրեմ, որ ոչ բոլոր դեպքերում են առողջական խնդիրներով դիմաց զորակոչիկները անհամաձայնություն ունեցել պիտանիության որոշման հետ, եղել են նաև դեպքեր, երբ ուղղակի անձինք ցանկացել են իմանալ, թե արդյոք իրենց վերաբերյալ կայացված որոշումը կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից համապատասխանում է իրականությանը, թե ոչ, համապատասխանում է կառավարության համապատասխան որոշմանը, թե ոչ, բայց եթե թվի մասին խոսենք, երևի 10-ից ավել դեպքերով ունենք բողոքարկումներ իրականացրած, այսինքն բողոքարկումը իրականացրել են ըստ վերադարձության պաշտպանության նախարարությանը դիմելով եւ պահանջելով իրականացնել են համապատասխան հետազոտությունները, որոնք չեն իրականացվել։ Այստեղ կարևոր է նշել, որ տարիներ շարունակ արձանագրում ենք նման խնդիր, որ եթե զորակոչիկը ունի մեկից ավելի առողջական խնդիր, որպես կանոն հետազոտվում է 1 կամ 2 առողջական խնդիրները եւ մյուսները անտեսվում են։ Դրանից բացի անտեսվում են նաև զորակոչիկների գանգատները եւ հանձնաժողովների կողմից, զորակոչային հանձնաժողովների կողմից հիմնականում այսպիսի մի արտահայտություն է հնչում, որ դե մի առողջական խնդրով ազատվելու ես, մյուսները հետազոտելու կարիք չկա։ Այսինքն համակարգային մոտեցում չի ցուցաբերվում զորակոչի շրջանակներում առողջական վիճակի հետազոտության առումով, որը հետագայում կարող է հանգեցնել շատ ավելի մեծ խնդիրների։ Եթե ենթադրենք այդ առողջական խնդրով, որով հետազոտել են զորակոչիկը ենթակա չէ ազատման կամ տարկետման, պիտանի է ճանաչվում, նշանակում է մյուս խնդիրները մնացել են բաց եւ այստեղ առաջնահերթ կարիք է առաջանում դիմել պաշտպանական գերատեսչությանը եւ պահանջել հետազոտությունների իրականացում։ Ես ներողություն եմ խնդրում, նաեւ այսպիսի խնդիր կար, որ զորակոչիկներն առաջարկում են սեփական միջոցներով անցնել բժշկական ստուգումը։ Այստեղ մի շատ հետաքրքիր ֆենոմեն կարող եմ արձանագրել, որ ունենք երկակի մոտեցում։ Մի դեպքում զորակոչիկներին ի սկզբանե արգելվում էր ներկայացնել սեփական միջոցներով առողջական վիճակի հետազոտության արդյունքները, որովհետև կարծում էին, որ զորակոչիկները այնտեղ որոշակի համաձայնության են եկել բժիշկների հետ եւ տվյալները կարող են չարտահայտել իրենց իրական առողջական վիճակը։ Եվ մյուս կողմից ունենք մեկ այլ իրավիճակ, որ որոշ զինկոմիսարիատներում հորդորում են հենց իրենց միջոցներով անցնել հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները։ Այսինքն, եթե զորակոչիկը ունի հետազոտության արդյունքներ, վստահ չէ, որ դրանք հաշվի կառնվեն զինկոմիսարիատի կողմից, բժշկական հանձնաժողովների կողմից, եւ մյուս կողմից կա նաեւ այլ խնդիր, որ սեփական միջոցներով շատ հաճախ զորակոչիկները հնարավորություն չեն ունենում անցնել հետազոտություններ, որովհետեւ բժշկական հաստատությունները
հրաժարվում են նրանց հետազոտել, հիմնավորելով, որ ցուցում ունեն, հա, այսպես ներքին հրաման ունեն 17 տարեկանից բարձր անձանց չհետազոտել, հատկապես 18 տարին լրացած անձանց չհետազոտել առանց ուղեգրերի։ Այսինքն, եթե անձը ունի առողջական խնդիր, որով ինքը իր միջոցներով ցանկանում է անցնել հետազոտություն, մեծամասամբ դեպքերում, հա, բժշկական հաստատությունները ունեն վախ, մտավախություն, որ այդ տվյալները կարող են որոշակի հակասության մեջ մտնել զինկոմիսարիատի հետազոտության արդյունքների հետ, զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովների եւ մերժում են զորակոչիկներին հետազոտել։ Այսինքն երկու կողմից ունեն զորակոչիկները խնդիր եւ նույնիսկ այն դեպքերում, երբ որ օրինակ անհետաձգելի բժշկական օգնություն է անհրաժեշտ, թոքաբորբով հիվանդը ենթադրենք զորակոչիկը եւ մոտենում է բժշկական հաստատություն, որպեսզի իր սեփական ֆինանսական միջոցներով բուժում ստանա, նրան եւս ցույցում են տալիս, որ առանց ուղեգրի չենք կարող հետազոտել ու փաստացի ուղեգիրը ուշանում է այնքան ժամանակ, միջև կամ խնդիրը ավելի կխորանա, կամ որոշակի արդեն անկման փուլում կլինի, հա, այսինքն եւս տարբեր ոլորտներում, հա, զորակոչի հետ կապված բոլոր փուլերում ունենք այս առողջական խնդիրների պատշաճ հետազոտության, բժշկական հաստատությունների համապատասխան աշխատակիցների ոչ պատշաճ վարքի հետ կապված խնդիրներ։